Մայիսի 31-ի վաղառավոտյան Մայրաթոր Սուրբ Էջմիածնում Արարատյան շաբաթվա տոնակատարություններին ընդառաջ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II-ի օրհնությամբ հավատացյալների երկրպագության համար դուրս բերվեցին Քրիստոսի խաչափայտի Սուրբ Գրիգոր Լուսավորչի և Սուրբ Սահակ Պարթև Հայրապետի մասունքներն անփոփոխ սրբությունները։ Դրանք անսասան հենասյուներն են մեր եկեղեցու և քրիստոնեական ինքնության։ Քրիստոսի խաչափայտը որպես փրկagorցության խորհրդանիշ, Սուրբ Գրիգոր Լուսավորչի աչը որպես հայոց մկրտության և հավատքի հաստատման խորհրդանիշ և Սուրբ Սահակ Պարթևի մասունքը որպես մեր հոգևոր մշակութային կյանքի խորհրդանիշ։ Արարատյան շաբաթը մեզ համար նվիրական օրեր են, որովհետև հենց այդ ժամանակաշրջանի մեջ է, որ մեր մեջ, հայոց մեջ ամրապնդվեց Քրիստոսի ուսմունքը, Քրիստոսի ավետարանը և իր եզրափակումը եղավ մեր Տիրոջ էջքով, որտեղ որ կառուցվեց այն նվիրական սրբավայրը համայնայության, որ կոչվում է Մայրաթոր Սուրբ Էջմիածին, Մայր Տաճարը իջման սեղանով։ Արարատյան շաբաթի սկիզբը սկսվում է Հռիփսիմյանց կույսերի նահատակության հիշատակությամբ և այդպես հաջորդաբար այնուհետև Գայանյանց կույսերի նահատակությունն է, որ մեր ժողովրդի մեջ շատ նվիրական զգացումներ է առաջացնում և մեզ դարձնում է այն արժեքների կրողը, որ 4 դարից սկսած հայ եկեղեցին փոխանցում է և փոխանցելու է հավիտենապես իր զավակներին։ Աստծո տված մարդիկ ենք մենք թե էջմիածնեցիներս, որ հնարավորություն ունենք ապրել այս քաղաքում, որտեղ այսքան սրբություններ է պահվում եւ հետն էլ երբ որ դուրս եմ բերում, եկել եմ շատ մեծ հավատով եւ խնդրանքով, որ պահպանի մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցին սրբերի բարեխոսություններով ու մասունքները այստեղ են, մեր ազգին հայոց, մեր վեհափառ հայրապետին պահպանի եւ մեր հոգեվոր դասը մեր սրտի մեջ ու մեր մտքի մեջ էլ մեր կրոննա մեր սուրբ մասունքները, որ մեզ օգնում են ավելի լավը դառնալու, թե հոգեպես, թե ֆիզիկապես, միայն լավն ու լավը։ Թող այս օրհնությունները թող սփռվեն մեր հայաց աշխարհով, թող խաղաղությունը միշտ ուղեկցի, Աստծո օրհնությունը մեր վրա թափվի, առատ խաղաղություն ամենացուն, ոնց որ Սուրբ Պատարագներին պատարագիչներն են ասում։ Մենք Գորիս քաղաքի թիվ 5 դպրոցի, հիմնական դպրոցի 8-րդ դասարանցիներն ենք, ծնողները եւ դասարանցիները։ Իրենք որոշեցին, երեխաները որոշեցին անպայման լինել այստեղ եւ այդ ուխտագնացությունը կազմակերպենք, տեսնեն մեր հոգեվոր այդ առաջնորդին, ամեն ինչը եւ մոմավառություն կազմակերպենք։ Իրենք են որոշել, ոչ ես եմ որոշել։ Ընտանիքիս հետ միշտ գալիս ենք Կիրակի օրերը Մայրաթոր Սուրբ Էջմիածին եւ ամեն անգամ կարծես առաջին անգամ գաս, որովհետեւ այստեղը շատ ձգողական սուրբ ոգի ունի ու այսօր շատ ուրախ էի, հիշեցի անցած տարվա Էջմիածնի տոնի նախօրյակի, էլի շատ սրբություններ էին դուրս բերել, բայց ամեն անգամ որ մոտենում ես, կարծես առաջին անգամ լինի սրտի թրթիռով։ Հունիսի 1-ից 7-ը Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին կտոնախմբի Արարատյան շաբաթը։ Ազգային և եկեղեցական տոներով հարուստ այս շրջանը կհիշեցնի հայոց մեծ դարձի և քրիստոնեական հավատքի հաղթանակի մասին։ Արարատյան շաբաթը կնշանավորվի Հռիփսիմեաց և Գայանայաց կույսերի, Հովհաննես Կարապետի հիշատակությամբ, ինչպես նաև Լուսավորչի վիրապից ելնելու և Սուրբ Կաթողիկե Էջմիածնի տոներով։ Առաջիկա օրերին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II-ի օրհնությամբ հավատացյալների երկրպագության համար դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնում պահվող մի շարք սրբություններ և ողջ շաբաթվա ընթացքում մարդիկ ուխտավորաբար այցելելով Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե, Սուրբ Շողակաթ, Խոր Վիրապի վանք և իհարկե Մայր Տաճար հնարավորություն կունենան ստանալու կենարար սրբություններից բխող զորությունը։ Մենք մտովի և հոգով վերադառնում ենք այդ ժամանակները, որտեղ որ այս տարածքները դեռևս ամայի էին և հենց այս տարածքների, այս հնձանների, ինչպես որ նշված է պատմիչի մոտ, իրենց սրբասուրբ ներկայություն ունեն մեր այն նահատակները, Սրբոց Հռիփսիմյանց և Գայանյանց կույսերը, որոնք Քրիստոսի լույսը բերեցին Հայաստան աշխարհ և
ամբողջ արքունիքը Դրդատ արքայի գլխավորությամբ դժվարություններից հետո ճանաչեց այն մեծ փրկության ավետիսը, որ Քրիստոսի հարությամբ փոխանցվեց համայն մարդկությանը եւ մասնավորի նաեւ հայոց ազգին։ Սուրբ Լուսավորչի միջոցով մեր հավատի հոր տառապանքի, չարչարանքի արդյունքը եղավ այն հզոր հավատը, որ դարեր շարունակ արդեն 2000 եւ ավել տարիներ ուղեկցում է հային, աշխարհի որ ծայրում է լինի։ Մեզ համար դրանով նվիրական է դառնում Արարատյան ամբողջ շաբաթվա արարողությունները եւ խորհուրդը։ Մայրտաճարում Սուրբ Եղիա Մարգարեի հիշատակության տոնին հանդիսապետությամբ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II պատարագ մատուցեց Մայրաթոռի միաբան Մխիթար Աբեղա Եփրեմյանը։ Սուրբ Եղիան ամենանշանավոր մարգարեներից մեկն է մարդկության պատմության մեջ։ Նա մարգարեացել է Քրիստոսի երկրորդ գալուստը, Հակոբոս առաքյալը եւ եկեղեցական շատ հեղինակավոր քարոզիչներ ճշմարիտ հավատն ուսուցանել են Եղիա Մարգարեի օրինակով։ Պատարագիչն իր քարոզում անդրադարձավ նաև մեր օրերին, ժամանակները շատ չեն փոխվել։ Այսօր, երբ կանգնած ենք վճռական ընտրության առաջ հանուն ճշմարտության եւ աստվածային արդարության, կրել ժամանակավոր նեղություն, թե հարմարվել մեղքին, չնկատել, չխոսել, պայքարել, քարոզիչը հորդորեց մեր ազգի համար խնդրել Եղիա Մարգարեի բարեխոսությունը։ 301 թվականի պատմական իրադարձություններն են ընկած Արարատյան շաբաթվա տոների հիմքում։ Հեթանոսությունից հրաժարում դարձ դեպի քրիստոնեություն, իսկ Արարատյան է կոչվում, քանի որ բոլոր իրադարձությունները կատարվել են Մեծ Հայքի Այրարատ նահանգում։ Բացառիկ առիթ է մեկ շաբաթ շարունակ լինել սրբազան այս վայրերում եւ առաջիկա ընտրություններին մասնակցելուց առաջ ստանալ Մայրաթոռ Սուրբ Էջմիածնից բխող օրհնությունը։ Ընտրությունների նախորյակին ինձ թվում է սա շատ կարևոր առիթ է եւ անփոխարինելի ժամանակ է, որպեսզի մենք ոնց որ մեր խղճի առաջ սրբված եւ Աստծո առաջնորդությամբ ճիշտ ընտրություն կատարենք եւ պետք է իրապես պատրաստվենք եւ ամսի 7-ին էլ հենց ընտրության օրը Մայրտաճարի տոնն է։ Ես ինքս որպես հայ կոչ եմ անում, որ հայերը գան անպայման մասնակցեն պատարագին եւ հաստատ իրենք ճիշտ ուղղորդմամբ, Աստծո ուղղորդմամբ ճիշտ իրենց խղճի առաջ եւ հայրենիքի առաջ ճիշտ ընտրություն կանեն։ Լեննա Չիչակյան, Սուրեն Տեր Գրիգորյան, Վրամ Խանամիրյան, Գևորգ Ավագյան, եկեղեցական կյանք։ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը ուղերձ է հղել Արարատյան շաբաթվա առիթով, որում մասնավորապես ասվում է. Սիրելի բարեպաշտ զավակներ մեր, Մայրաթոռ Սուրբ Էջմիածնից հղում ենք ձեզ հայրապետական մեր օրհնությունը, սերն ու բարեմաղթանքները։ Փառաբանական աղոթքով առ Բարձրյալն Աստված հունիսի 1-ին մուտք ենք գործում Արարատյան տոների շաբաթ, որն առանձնահատուկ կարևորություն ունի ազգային եկեղեցական մեր կյանքում։ Հանդիսավոր թափորներով եւ սուրբ պատարագների արարողություններով երկրպագության նպատակով սրբերի մասունքների դուրսբերմամբ հիշատակելու ենք Սուրբ Հռիփսի Մեծ ու Գայանեաց կույսերի մարտիրոսությունը, Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը վիրապից, հայոց մեծ դարձը եւ Տրդատ արքայի հրովարտակով Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակումը։ Արարատյան շաբաթվա ավարտին հունիսի 7-ին նշելու ենք տոնը Սուրբ Էջմիածնի Մայրտաճարի, որը վեր խոյացավ հայոց հողի վրա 1725 տարի առաջ Աստվածորդու լուսավորեչ քով։ Պատմական այս իրադարձություններով Սուրբ Էջմիածնով հայոց ազգը արժանացավ Աստծո ընտրյալ ժողովուրդ լինելու երկնային շնորհին։ Քրիստոնեական արժեհամակարգը դարձավ ամրակուր հիմքն ու առանցքը մեր լինելիության ու հարատևության, համապատասխան Սուրբ գրային վկայության։ Դուք ընտիր ցեղեք, թագավորություն, քահանայություն, Սուրբ ազգ, Աստծու սեփական ժողովուրդ։ Սուրբ Էջմիածինը հավերժական խորհրդով եղել է աշխարհասփյուռ իր զավակների հավատքը զորացնողը, հույսն առատացնողը, Քրիստոսանվեր հայրենանվեր կյանքի երաշխիքը, օրհասական պահերին հանձնառու եղել ամեն զոհողության հանուն իր
խնամքին հանձնված հոտի։ Սուրբ Էջմիածինը կրթական, մշակութային, հոգեմտավոր մեծագույն նվաճումների ներշնչարանն ու գրավականն է։ Անխորտակելի ամրոցը մեր ազգային ու հոգևոր ինքնության և առհավատյան հոգևոր ժառանգության և պատմական հիշողության անխաթար պահպանության։ Սուրբ Էջմիածինը ծանր փորձությունների միջով անցնելով մնացել է աննկուն ու անխորտակելի, մշտապես լինելով անլռելի ու բարձրահունչ կոչնակը ազգի ու հայրենյաց շահերի և մեր ժողովրդի միաբանության։ Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնակատարումը, սիրելիներ, ամենքիս համար առիթ է վերստին վկայելու մեր սերն ու անդավաճան հավատարմությունը հանդեպ մեր Սուրբ եկեղեցին և Քրիստոսը հաստատ Հայոց հոգևոր կենտրոն Սուրբ Էջմիածինը, համաձայն Սաղմոս 2-ի խոսքի. «Տեր, սիրեցի քո տան վայելչությունը և քո փառքի բնակության վայրը»։ Սուրբ Էջմիածնի տոնն այս օրերին ցավոք նշելու ենք մի իրավիճակում, երբ ծանր կորուստները խռովել են մեր ժողովրդի անդորրը, երբ հարվածներ են հասվում մեր ժողովրդի ինքնության հիմքերին, աղճատվում հոգևոր և ազգային սրբազան խորհրդանիշերը։ Սուրբ Էջմիածնի տոնը նշելու ենք խորապես մտահոգող պայմաններում։ Պառակտված է մեր հասարակությունը, հայրենական անդաստանում սերմանվում են ատելություն, թշնամանք, անհանդուրժողականություն և անարդարություն, և իշխանությունների միջամտությամբ խեղվում են եկեղեցու դարավոր կանոնակարգերը։ Հետապնդումների ու բռնաճնշումների են ենթարկվում մեր Սուրբ եկեղեցին և եկեղեցասեր անձինք։ Այս դժվարին իրադրության մեջ Սուրբ Էջմիածնի լուսեղեն խորհուրդը մշտաբարբար հրավեր է մեզ ամուր կառչած մնալու քրիստոնեական մեր հավատքին, վերագտնելու ազգային ոգու տոկունությունը, հաղթահարելու ներազգային բաժանումները, բժշկելու վերքերը և վերականգնելու մեր ժողովրդի ներքին խաղաղությունն ու անդորրը։ Հունիսի 7-ին Սուրբ Էջմիածնի տոնի նվիրական օրը մեր երկրում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրությունները։ Հայրապետիս հորդորն է ամենքիդ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին, ազգի և հայրենիքի շահերի բարձր գիտակցությամբ, լուսավոր գալիքի տեսիլքով և սերունդների նկատմամբ պատասխանատվությամբ, որպեսզի մեր երկրում գերակայի օրենքը, հարգվեն մարդու իրավունքներն ու արժանապատվությունը, տիրապետեն արդարությունն ու ճշմարտությունը, սերն ու համերաշխությունը և փոխադարձ հարգանքը, դեն գցելով ամեն չարություն, ամեն նենգություն, կեղծավորություններ, նախանձ և ամեն չարախոսություն, ինչպես պատգամում է առաքյալը։ Կոչ ենք անում քաղաքական ուժերին զերծ լինել ատելության խոսքից, դրսևորել զգոնություն և շրջահայացություն և հեռու պահել մեր ժողովրդին հնարավոր անցանկալի զարգացումներից։ Մեր հորդորն է իրավապահ համակարգի ներկայացուցիչներին անհրաժեշտ բոլոր պայմաններն ապահովել արդար ընտրությունների անցկացման և մեր հայրենակիցների ազատ կամարտահայտության համար։ Հայց ենք բարձրացնում առ Աստված մեր հայրենիքի անսասանության ու վերազարթոնքի և աշխարհասփյուռ մեր ժողովրդի բարօրության համար։ Աղոթում ենք, որ Տիրոջ անբավ ողորմությամբ հայրենաբնակ մեր զավակների նոր ընտրությունը ծառայի միմիայնի բարին, ի սեր ազգիս ապահով, խաղաղ և առաջընթաց կյանքի։ Ասվում է Գարեգին II ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձում։ Մայիսի 30-ին նշվեց Արագածոտնի թեմի հիմնադրման 30-ամյակը։ Այս առիթով Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում համախմբվել էին թեմի ողջ հոգևոր դասը, մայրաթորի միաբաններ, հավատացյալներ և բազմաթիվ հյուրեր։ Սուրբ պատարագ մատուցեց թեմի կրտսեր քահանան, ապարանի հովության հոգևոր հովիվ Տեր Նարեկ քահանա Սարգսյանը։ Նրա հետ խորան էին բարձրացել թեմի տարբեր եկեղեցիներում ծառայող դպիրները։ Սուրբ պատարագի ընթացքում աշտարակի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մկրտիչ Ավագ քահանա Երանյանը ընթերցեց Գարեգին II ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնության խոսքը թեմի հիմնադրման 30-ամյակի առիթով։ Աղոթում ենք, որ բարերար Աստված իր ամենազոր աչով շեն ու անսասան պահի Արագածոտնի թեմը, նրա սրբավայրերը, քաջարի հովիվներին և Աստվածասեր ժողովրդին առավել զորացնելով հավատի, հույսի և սիրո մեջ։ Թող այս 30-ամյա վաստակը մշտանորոք հաջողություններով պսակվի և թեմի արդյունաշատ գործունեությունը կենդանի վկայություն լինի հայ եկեղեցու անսպար կենսունակության, ազգապահպանման առաքելության ու հոգևոր արկության։ Այնպես լուսավորեցել ինձ ձեր առաջին մարդկան, որպեսզի տեսցեն զգործը ձեր բարիս
եւ առավորեսեն հսայրն ձեր, որ հերկիս է։ Թող Տիրոջ առաջնորները մշտապես հովանի լինեն Արագածոտի թեմին, նրա հավատավոր զավակներին այսօր եւ միշտ ամեն։ Թեմի համար կարևոր այսօրը նշվում է առանց առաջնորդի ներկայության։ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը 2025 թվականի հոկտեմբերից շինծու գործով անազատության մեջ է։ Նրա նկատմամբ այժմ կիրառված է վարչական հսկողություն, սահմանափակված է թեմի հոգևոր դասի հետ շփումը։ Առաջնորդի պարտականություններն ու լիազորությունները վերապահված են թեմական խորհրդին, ատենապետությամբ Շնորհ Կաբեղապալոյանի։ Արագածոտնի թեմը բուրըն ծաղկուն ժամանակաշրջան է ապրում, ի գլուխ առնելով թեմակալ առաջնորդին Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին։ Շատ հատկանշական է եւ շատ կարեւոր պիտի նշեմ մի փաստ, այստեղ եկեղեցու բակում թաղված քահանաներից մեկը Պռոշյան Գերդաստանից է եղել։ Եվ տարիներ հետո Պռոշյանների ծորը լինելով Արագածոտնի թեմի առաջնորդ գալիս է եւ այստեղ վանքը ծաղկեցնում եւ թեմը ծաղկեցնում։ Տարատեսակ փորձություններ է ծնկի եկել Արագածոտնի թեմի արչեւ, սակայն ինչպես որ թեմակալ առաջնորդն է անկոտրուն կամքով, այդպես նաեւ յուրաքանչյուր քահանա։ Ինչն է հիմա այս սա պատճառում, այս պահին կանած եւ աղոթում է եւ ցավում է, որ մենք որպես ընտանիք հավաքվել ենք, տոնում ենք մեր ընտանիքի 30-ամյակը, բայց մեր հայրը այս պահին անօրեն որոշման պատճառով չի կարող ներկա գտնել։ Ինքը հոգով սրտով էստեղ է, մեզ հետ է, բայց այնքան գեղեցիկ կլինի, որ գրկենք նաև ֆիզիկապես, ինչպես մեկս մյուսից գրկում ենք, շնորհավորում ենք եւ աղոթք ենք անում իրար համար։ Արագածոտնի թեմը կազմավորվել է ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Առաջին Սարգսյանի 1996 թվականի մայիսի 30-ի կոնդակով։ Թեմն ընդգրկում է Արագածոտնի մարզն ամբողջությամբ, Թալինի, Աշտարակի, Ապարանի տարածաշրջաններն իրենց գյուղերով։ Թեմի կազմավորման առաջին տարիները լի էին փորձություններով ու դժվարություններով, հիշում է հիմնադրման առաջին տարիներից այստեղ սպասավորող Տեր Մկրտիչ ավագ քահանա Երանյանը։ Խորհրդային մերժման տարիներն իրենց խոր հետքն էին թողել եւ անհրաժեշտ էր նորից բացել սրբավայրերի դռները, վերակենդանացնել համայնքային կյանքը, վերարթնացնել մարդկանց հավատը, հոգեվոր կապը եկեղեցու հետ։ Երբ որ Գարեգին առաջին երջանկահիշատակը կաթողիկոսի տնօրինությամբ մարզերի վարչական բաժանումից հետո, ձևավորումից հետո թեմերը ձևավորվեցին, դարձային հիմնակարերից մեկը մեր թեմի Արագածոտնի թեմի, որովհետեւ գործում էր Մաշտոցը եւ Արագածոտնի մարզում գործում էին Սուրբ Մարյանի եկեղեցին, Ապարանի Սուրբ Խաչը եւ Թալինի Սուրբ Աստված։ Ընդամենը 4 եկեղեցի, 4 քահանայով։ Շատ դժվար էին։ Չունենք ոչ մի տարական հարմարություն, ոչ առաջնորդարան, ոչ տեղ։ Մենք ինքներս այստեղ ծառայելու ժամանակ նստատեղ չունենք։ Այն հարազատ ընտանիքը տունը ո՞նց է կառուցում։ Ամեն մի քարի համար ուրախանում ես, ամեն մի ձեռք մեր մի հատ աթոռի ձեռք բերելու համար։ Հավատացիք այդ նույն ողջավորությամբ մենք թեմի հիմնենք արել։ Ամեն ինչը շատ գերազանց է գնացել ու վստահ եմ, որ դրա մեջ ասորնակն ա եղել։ Հետո երբ որ ավարտվեց, հետո հետ ես նայում զարմանում ես, ոնց եղավ, ոնց ստացվեց։ Եվ ասում եմ շնորհի մեր նվիրյալ առաջնորդների։ Եվ ինչու՞ չէ, նաև չբացառենք, ունեցել ենք շատ հավատավոր հայորդիներ, որոնք բարերարություն են արել եւ այդ նեղ պահերին կարողացել են մենք այդ իրավիճակներից դուրս գալ։ Ես Արագածոտնի թեմ եմ եկել Աստծո կամոք 2009-10 թվականներին, երբ որ գրեթե հոգևոր խավարի մեջ չի կարողանում գտնել իմ տեղը եւ առաջի անգամ Աստծո կամոք Աստված կարծես թե աշխարհ պատելով շատ պատահական բերեց հասեց Օշական, ես տեսա մի մեծ ընտանիք, սիրով տոգորված ընտանիք, հավատքով, աղոթքով, աղոթասեր մարդկանցով լսված ընտանիք, որտեղ կա միասնականություն, կա փոխադարձ հարգանք, սեր, խոնարհում եւ ամենակարևորը առաջնորդում առաստված։ Եվ այսպես իմ խորին խոնարհ ծառայությունները ինչքան որ հնարավոր էր բերել Արագածոտնի թեմին
եւ Արագածոթի թեմում ծառայություն մատուցել երես սխալ ասեցի։ Իմ հոգեոր մասնակցություն ունենալով, իմ աղոթական մասնակցություն ունենալով, կարծես թե մեր Հայաստանյան Սարաքելական Սուրբ եկեղեցու մեջ եմ հայտնվել եմ Մայրաթորում, հայտնվել եմ մեր սրբավայրերի, այսօր սրբավայրերի մեջ եւ մեր հոգեորականների կողքին։ Ժամանակի ընթացքում առաջնորդների եւ թեմի հոգեվոր դասի բարերարների անտրտունջ ծառայության շնորհիվ աշխուժացել է ծխական կյանքը։ Կրկին հնչել են եկեղեցիների զանգերը, վերականգնվել ու վերաուծվել են սրբավայրեր։ Այսօր թեմակալ առաջնորդ Մկրտիչ Սրբազանի առաջնորդությամբ թեմում ծառայում է 20 հոգեվորական, գործում է 12 հոգեվոր հովվություն, 46 եկեղեցի։ Ակտիվ փուլում է թեմում նոր եկեղեցիների եւ վանքերի, կրթական կենտրոնների շինարարության ընթացքը։ Այս տարիների ընթացքում շուրջ 100 հոգևոր սպասավոր է տվել Արագածոտնի թեմը, դպիրից մինչև եպիսկոպոս։ Այժմ 65 դպիր է ծառայում թեմում։ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ 2018 թվականից գործում է Հայաստանում միակ կանանց մենաստանը։ 2021 թվականի օգոստոսի 8-ից Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Կոշի Սուրբ Ստեփանոս եկեղեցում հաստատվել է առանց վանքը, որտեղ հրատարակվել է հոգևոր կյանք մատենաշարի 2 աշխատություն։ Թեմում գործող 2 սոցիալ-կրթական կենտրոնների միջոցով այս տարիների ընթացքում աջակցություն եւ խնամք է ստացել շուրջ 700 ընտանիք։ 2018 թվականին բացված Սաղմոսավանի հայորդաց տան իրականացվում են սոցիալ-հոգեբանական աջակցություն, կրթամշակութային եւ մասնագիտական դասընթացներ, ձեռագործ հմտությունների ուսուցում։ Այս միջոցառումով մենք հիմք ենք դնում տարվա ընթացքում 30-ամյակի միջոցառումների, լինելու են ցուցահանդեսներ, ուխտագնացություններ, գրքի քննարկումներ, ավետարանի ուսուցումներ եւ այս առումով նաեւ երիտասարդական ծրագրեր, մեր թեմը ակտիվ երիտասարդաց միություններ ունեն, մենք 19 համայնքներում ունենք երիտասարդաց միություններ, ովքեր շուրջ 350-ն են կազմում եւ կարելի ասել մեր եկեղեցու բաբախող սիրտն են իրենք, որովհետեւ իրենք կազմակերպում են ամեն ինչ իրենց համայնքներում, միջոցառումները, ուխտագնացություններ, ծրագրեր, հանդիպումներ հոգեվորականների հետ։ Ունենք լույսմանկանց ծրագիրը, որը 12 տարին է Դանիական հայկական առաքելության հետ միասին մեր գործում է մեր թեմում եւ սրան մասնակցել են շուրջ 6000 պատանիներ այս տարիների ընթացքում։ Այսօր թեմը դժվարին ժամանակներ է ապրում։ Հակաեկեղեցական արշավի սկզբում Արագածոտնի թեմը հայտնվել էր պետական իշխանության մարմինների թիրախում։ Քահանաներից 2-ը դեմ էին դուրս եկել առաջնորդին, մայր եկեղեցուն։ Հովանավանքի կարգալույց քահանան Ստեփան Ասատրյանը պետական պաշտպանության ներքո այսօր զավթած է պահում վանքը, հակականոնական ծեսեր իրականացնում, օգտվելով մարդկանց անտեղյակությունից։ Թեմի եւս մեկ կարգալույց քահանա Արամայիս Թախմազյանը շարունակում է հակականոնական ծեսեր անցկացնել ներքին բազմաբերդի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Այս երկու համայնքների հոգևոր կյանքը խաթարվել է։ Ստեփան Ասատրյանի ցուցմունքով այսօր ապօրինի անազատության մեջ է թեմակալ առաջնորդը։ Սրբազան հայրը հոկտեմբերից կանգնած է դատարանի առջև։ Իրավապահ մարմինները թեմի քահանաների տներն այս գործի շրջանակում խուզարկությունների են ենթարկել, առգրավել անձնական իրեր, կանչվել հարցաքննության։ Վերջի 1 տարվա ընթացքում, ինչպես գիտեք, թեմի հոգևորական դասը մեծ փորձության ենթարկվեց, իրոք հայտնվեց հալածանքների թիրախում, բայց պետք է արձանագրեմ, որ պատվով իրեն պահեց։ Այսօր նաև այն որոշումներով, որով հետապնդում են մեր հոգևոր դասին, պետք է հիշեմ այդ որոշումները նաև ձևակերպում են այն տառերը, որը ստեղծել է եկեղեցին։ Եվ սա էլ պետք է բոլորին, այսպես ասեմ, լինի հաղորդագրություն եւ հասկանանք, որ եկեղեցին մեր ինքնության պահապանն է, մեր ինքնության շաղախտն է։ Եվ չի կարելի թիրախավորել եկեղեցուն, որտեվ դու կտրում ես այն ճյուղը, որի վրա նստած ես։ Հակաեկեղեցական արշավի այս պայմաններում թերևս առավել ընդգծվել է թեմի հոգևոր դասի եւ հավատացյալ համայնքի համերաշխությունը, նվիրումը մայր եկեղեցուն եւ Սուրբ Էջմիածնին։ Ամիսներ շարունակ ամեն ուրբաթ հոգևոր դասը միասնական ժամերգություններ է անցկացնում թեմի բոլոր եկեղեցիներում, վանքերում, աղոթք բարձրացնում եկեղեցու անսասանության համար։ Այս տարի առաջին անգամ ուզում ենք Սուրբ Վրթանեսի մասունքը խնդրել Վեհափար Հայրապետից, որպեսզի այնտեղ Սուրբ Վրթանեսի վանքը կա,
որ կառուցվել է 5-րդ դարում Մեսրոպ Մաշտոցի կողմից եւ մասունք տարվի Սուրբ Վրդանեսի վանք, թեկուզ եւ խոնարհված է, բայց խոնարհված եկեղեցում պատարակ մատուցել եւ ի համբույր դնել ժողովրդին։ Առաջին անգամ սա պետք է լինի։ Տոնական օրը շարունակվեց Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցուն կից գործող դպրատան հանդիսությունների սրահում։ Արթիկի թեմի առաջնորդ Տեր Նարեկ եպիսկոպոս Ավագյանի աղոթքով սկսվեց միջոցառումը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի աշտարակի Գուլամերյան հայորդաց տանսաները եւ Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցու երիտասարդաց միության անդամները համերգային կատարումներով շնորհավորեցին ներկաներին։ Ցուցադրվեց թեմի անցած ճանապարհն ամփոփող ֆիլմը, որը ներկայացնում էր ձևավորման, զարգացման եւ հոգեվոր կյանքի վերականգնման կարևոր հանգրվանները։ Այսօր, երբ հետադարձ հայացք ենք նետում անցած ճանապարհին, տեսնում ենք ոչ միայն կառուցված եկեղեցիներ, իրականացված ծրագրեր եւ ձեռքբերումներ, այլև առաջին հերթին մարդկանց կյանքեր, որոնք փոխվել ու իմաստավորվել են եկեղեցու ներկայության շնորհիվ, նշում են թեմի քահանաները։ Անուշ Արաքելյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։ Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը Արագածոտնի թեմի հիմնադրման 30-ամյակի առիթով օրհնության խոսք է հղել, որում ասվում է. Մայրաթոր Սուրբ Էջմիածնից հայրապետական մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում Արագածոտնի թեմի բարեջան առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանին, հոգևոր դասին, թեմական, ծխական եւ վարչական խորհուրդների հարգարժան անդամներին ու հավատավոր զավակներին Արագածոտնի Տիրախնամ թեմի հիմնադրման 30-ամյակի առիթով։ Ուրախությամբ ենք անդրադառնում, որ անցած 3 տասնամյակներում թեմը բարեզարդվել է համայնքային կյանքի աշխուժացմամբ, եկեղեցաշինությամբ, սրբավայրերի նորոգությամբ։ Գովելի է, որ եկեղեցականների եւ նրանց լծակից աշխարհականների միասնական ջանքերով առավել աշխուժացել են թեմի հոգևոր, կրթական եւ ազգային նախաձեռնությունները, զորացել է ժողովրդի կապը Սուրբ եկեղեցու հետ, նոր շունչ է ստացել վանական կենցաղավարությունը։ Անցած 30 տարիների ընթացքում նաև նախանձախնդիր աշխատանք է իրականացվել ազգային եկեղեցական արժեքների պահպանության, նոր սերնդի քրիստոնեական դաստիարակության, երիտասարդական միությունների եռանդուն գործունեության, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքներին զորակցություն ցուցաբերելու ուղղությամբ։ Թեմի եկեղեցիները որպես աղոթքի, համախմբման, Տիրոջ շնորհների բաշխման նվիրական սրբատեղիներ շարունակում են զորացնել մեր ժողովրդի հավատը եւ նորոգել նրա հոգեվոր կյանքը։ Սիրելիներ, Արագածոտնի թեմը հիրավի առանձնահատուկ խորհուրդ եւ կոչում ունի մեր եկեղեցու եւ ժողովրդի կյանքում։ Այս օրհնյալ թեմի տարածքում է ամփոփված մեծագույն վարդապետ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի աճյունը, որի տերունապարգև առաքելությունը հայոց գրերի գյուտով դարձավ մեր ազգի հավատի եւ ինքնության ամրոցը, մեր հարատեվության անխորտակելի ամուր վեմը։ Գոհունակ սրտով փառաբանում ենք ամենակալ Աստծուն, որ Արագածոտնի թեմի հոգևոր սպասավորները, որպես Տիրոջ անդաստանի քաջասիրտ մշակներ, Մեսրոպյան ոգով են հոգատար ծառայություն բերում հավատացյալ ժողովրդին եւ անխախտ են պահում իրենց հավատարմությունը եկեղեցական կարգած ու կանոնած եւ աստվածակերտ Սուրբ Էջմիածնին։ Սիրելիներ, Արագածոտնի թեմի հիմնադրման 30-ամյակի բարեպատեհ առիթով վերստին հայրապետական մեր բարձր գնահատանքն ենք բերում թեմի բարեջան առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանին, ծառայասեր հոգևորականներին եւ պատվարժան վարչականներին, հայրական մեր սերը հավատավոր բարեպաշտ հայորդիներին։ Աղոթում ենք, որ բարերար Աստված իր ամենազոր աջով շեն ու անսասան պահի Արագածոտնի թեմը, նրա սրբավայրերը, քաջարի հովիվներին եւ աստվածասեր ժողովրդին առավել զորացնելով հավատի, հույսի եւ սիրո մեջ։ Թող այս 30-ամյա վաստակը մշտանորոք հաջողություններով պսակվի եւ թեմի արդյունաշատ գործունեությունը կենթանի վկայություն լինի հայ եկեղեցու անսպառ կենսունակության, ազգապահպան առաքելության ու հոգևոր արթնության։ Այնպես լուսավորեցցե լույս ձեր առաջին մարդկան, որպեսի տեսցեն ըս գործս ձեր բարիս եւ փառավորեցցեն ըս հայր ձեր, որ հերկինս է։ Թող Տիրոջ առատ շնորհները մշտապես հովանի լինեն Արագածոտնի թեմին եւ նրա հավատավոր զավակներին այսօր եւ միշտ։ Ամեն։ Ասվում է օրհնության խոսքում։